մեր ընդդիմությունը ունի եզակի շանս ժամ առաջ սրանից ազատվելու, ունի, որտեվ մի նոր դրոշ առաջացավ, իմաստավորված դրոշ, դա անձի դեմքով չի դեպ ասում, այդ դրոշի վրա առաջին հերթին հայ առաքելական Սուրբ եկեղեցին է եւ իր պաշտպանները։ Հիմա առաջին շարքում որպես հալածյալ, որպես բանտարկված, առաջին շարքում այդ պաշտպանները Սամվել Կարապետյանն, այսինքն երկու կարևոր գործոն առաջացել, իդեպ ասեմ ձեզ։ Սա միգուցե մեսիջա մեր ընդդիմությանը, խոսքս 3 նախագահների մասն է եւ դաշնակցությանը, որ այս դրոշի շուրջ համախմբվեն։ Թե ինչ քայլեր տարվի, ես կարծում իրենք պիտի քննարկեն ինչ քայլեր տարվի, ինչպես ժամ առաջ էս հարբեցող ծաղրացուից եւ իր տերերից։ Այսինքն այստեղ խնդիրը նույնիսկ Փաշինյան Նիկոլը չի։ Այստեղ խնդիրը Թուրքիան է, Ադրբեջանը եւ Բրիտանիան։ Դրանցից պիտի ազատվել։ Բայց եթե ժողովուրդը կամք դրսևորի, ես կարծում եմ այդ օկուպացված վիճակը կարող է թոթափել։ Իսկ այսօր ամենանպաստավոր, ես չեմ կարծում, որ նման նպաստավոր վիճակ է եղել, որտեղ իշխանությունների, ասենք այսպես, անպատժելի հոգեվիճակով քայլերի արդյունքում ինքը բերեց գեներացրեց մի վիճակ, որտեղ եկեղեցին դարձավ դրոշ, որտեղ եկեղեցու պաշտպանները դարձան դրոշ եւ Իրանի Իսրայելի այս հայտնի ռազմական բախման արդյունքում, երբ փաստացի եւ գործնականում Իրանը դառնում է հաղթող կողմ, իր երկու չերևացող դաշնակիցներով Ռուսաստանով եւ Չինաստանով, այսինքն չերևացող ասելով նկատի ունեմ, որ նրանք առանձնապես չեն էլ կեցված դրսևորում իրենց ռազմատեխնիկական համագործակցության, բայց գործնական ես որպես ասենք որոշակի գնահատական տվող առաջին, երկրորդ, երրորդ օրվանից հետո հակաօդային պաշտպանության միջոցները, որոնց մի մասը ոչնչացվել էր, ուրեմն դիվերսիոն խմբերի կողմից Իրանում շատ արագ վերականգնվեցին։ Այդ թվում նաև ռուսական որոշ հոբ միջոցներ են խիստ էֆեկտիվ աշխատում։ Եվ այստեղից հետևություն, որ այս դեպքերը կանգնելուց հետո շատ բնական է, որ մեզ մոտ Հայաստանի Հանրապետությունում պահանջ լինի ուղղակիորեն Փաշինյանին հեռացնել, եւ դա շատ արագ պիտի արվի, որտեվ եթե դանդաղ արվում, Ադրբեջանը, օրինակ Ադրբեջանը, Թուրքիան դու գիտեք, BRICS-ի գործընկեր անդամ են, արդեն իրենք այդ միավորի մեջ են, Շանհայի կազմակերպության անդամ են տնտեսական։ Հայաստանը դեռևս ներքաղաքական լարումների հորձանուտում է եւ մեր քաղաքացիները եւ Փաշինյան Նիկոլը տապակվում։ Դրա համար ժամ առաջ այս իրավիճակը փոխելու խնդիր կա։ Դες 3 ամիս կրակում է 3-4 ամիս։ Հիմա մի կրակոց եղել է, չգիտեմ, այդ կրակոցները սովորաբար այնքան պատական կարող են լինել։ Ես ինքս սահմանում ծառայել եմ, գիտեմ, այդ կրակոցները սովորաբար ոնց են առաջանում։ Ասենք մեկի ծնունդն է, զինվորներից ընդվորում մեկի։ Որտեղ կարան այդպես մեկը գինովցած կրակի կամ հրամանատարը խնդիրներ ունի։ Իր ներքին խնդիրները լուծելու համար բարկությունից սկսում է կրակել։ Սկսած այդ դեպքից վերջացած, երբ որ հրամանով են կրակում։ Հիմա ես դժվարում եմ ասել, այդ մի կրակոց ինչ է ցույց տալիս։ Կարող է Ալիևը ասում էր Էրդողան ավագ եղբայր, ես այդքան էլ համաձայն չեմ այն պայմանավորվածությունները, որ դու Փաշինյանն հետ ունեցել ես։ Ընդ որում ասեմ ձեզ, այդ հանդիպման օրը, երբ կառավարական տարբեր շինությունների մոտ ոստիկանության զորքեր էր կենտրոնացած, դա պատական չէր։ Ես կարող եմ ենթադրել, որ Փաշինյանը ինչ-որ բան տեղ հուշագրի տեսքով ստորագրել է Թուրքիայում։ Ուղղակի մտավախություն ունեն, որ եթե այդ հուշագրի մասին բացաձայնվի, ապա ուղղակի ժողովուրդը փողոցա իջնելու, գրոհելու կոնկրետ կառավարական շենքերը։ Դրա համար այդ ստորագրած հուշագիրը կամ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը տեսախցիկի առաջ, դա առայժմ պահվում է գաղտնիությամբ ներքո, ինչ որ մի պահ հետո հրապարակելու ակնկալիքով։ Իդեպ ասեմ 22-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, երբ տեղի ունեցավ հանդիպում Ֆրանսիայի եւ եվրոպական կառույցներից մեկի ղեկավարի խավորությամբ Արցախի ուղակի հանձնում է Ադրբեջանին, դրա մասին նույն օրը որևէ մեկը չէր իմացել։ Այսինքն դա գաղտնի է պահվել, հետո է արտահոսք եղել։ Չեմ բացառում, որ Թուրքիայում եւս նման բան լինի եւ
ինչ որ ժամանակ հետո դրա մասին բարձրացան։ Դե նաև ասոր Թուրքիայի հետ են հարաբերությունները սկսում են զրոյական կետից, ծանոթ ապերտությունը, չէ՞։ Գիտեք, էսի մեկ-մեկ որ խոսում է կամ գրում է, իմ մոտ միշտ նույն ասոցիացիան է։ Ավան հոգեբուժարան պալատ համար 6, ընդ մի մահճակալ կա։ Ինչ ասում եք կներեք, էլի ողբերգական ձևով իրականություն է։ Ուրեմն նայեք, չէ, դե այդ գնահատականը ինչ ասելա զրոյական կետ։ Հիմա որ ասես ինչ ասելա զրոյ, մի հիմարություն դուրս է տալու։ Այնպես ինչպես օրինակ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանը որպես խաչմերուկ էր ինքը դեմ չի մեծ Թուրանին։ Մեկ ասի այ ուրոդ դեգեներատ, դու ընդհանրապես գիտես մեծ Թուրանը ինչ է։ Մեծ Թուրանի քարտեզ տեսել ես դու։ Մեծ Թուրանը միացյալ բանակ, միացյալ բանկ, Հարավային Կովկասից հսկայական տարածքների հավաքնություն, այդ թվում այդ նույն մեծ Թուրանը մինչև Ալթայա գնում, նրա հավաքնությունները եւ այդ հավաքնությունները զսպող քանի պետություն կան, որոնք որից է ձեւով թույլ չեն տալու։ Հիմար խոսում է մեծ Թուրանա ինքն էլ իր ակնանի հեծանիվով այդ մեծ Թուրանում խաչմերուկ է, էլի գնում գալիս է։ Բայց այս դեգեներատներին պետք է իշխանության բերեն, որ երկիրը ավերել։ Բայց խնդիրը իրա մեջ չէ, խնդիրը իրա մեջքին կանգնած ուժերի մեջ է։ Իրա մեջքին ուժեր են կանգնած, պետություններ են կանգնած։ Այդ առումով ինքը եզակի է, երկրորդ Փաշինյան չկա։ Բայց ձեզ վստահեցնում եմ, որ քանի որ աշխարհի նոր ձևն է արդեն կայացել, խոսքս BRICS-ի մասին է։ Եվ Իրանի, Իսրայելի այս ռազմական գործողությունների ավարտից հետո թուրքական աշխարհը, որի պապան եւ պապայություն անողը իրականում Բրիտանիան էր, իրանք հանգիստ վեր են ընկնելու իրանց տեղը։ Անկամ Ամերիկայի նախագահը, ես կարծում եմ, հանգիստ նստելու է իր տեղը հերթական բազմաթիվ ստերից հետո, որտեղ ոչ թե աշխարհը միաբևեռ կառավարում էր, դրանից որը հաջորդեց մոնդիալ աշխարհի, այսինքն համաշխարհային կառավարության, այլ բազմաբևեռ, եւ սա իրողությունն է։ Եվ Հայաստանը ուզի չուզի այդ նոր աշխարհակարգում եւ BRICS-ում մեզ համար Իրանը ամենակարևոր պետությունն է։ Իդեպ ինչպես Ռուսաստանի համար հյուսիս-հարավ միջանցքում, գիտեք ինչի։ Որտեւ Հայաստանը BRICS միակ պետությունն է Իրանը, որի հետ սահման ունենք ֆիզիկապես։ Այդ թուրքական աշխարհը նաեւ ինչու է ուզում այդ սահմանը մեզանից օտարի եւ վերցնի։ Հասկանա։